պատասխանատվության գործի մասին առիթներ ունեցել եք բազմիցս խոսելու ամեն դեպքում ինչու այդպես էլ գործը չհարուցվեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ ըստ ձեզ եւ ինչու միայն պատասխանող կողմ մնացիք դուք։ Այս պատճառով որտեղ Հայաստանը օր-օրի դադարում է ժողովրդավարություն, ոչ թե դադարում է, այլ ավելի է հեռանում ժողովրդավարությունից, էլ ավելի է հեռանում իրավական պետության գոնե նվազագույն ստանդարտներից եւ այսպիսի ակնհայտ, այսպիսի որ ասելու բան էլ չկա։ Հայեմատեք Նարեկի եւ Վազգենի արածը օրինակ Թալինի ԿՊ-ական քաղաքապետ ինչ էր անունը Տավրոս Սափյանի վարքագծի հետ մեր սրբություն սրբոցի դռների առջև նրա հայհոյանքը, նրա վարքագիծը։ Սա է մեր երկրում ակնհայտ երևում է թե որ ուղղությամբ մենք գնում։ Հույս ունենք գոնե դատական իշխանությունը այս պարագայում մի փոքր պատվար կլինի մարդու իրավունքներին։ Կոնկրետ այս դեպքում ունեցող Շահվազյանի դատավոր հետ կապված ինչ կասեք, հայտնի է, որ նա իշխանությունների սրտի դատավոր։ Տարբեր փորձ ունենք, դրական, բացասական, այս պահին որևէ գնահատական չենք։ Բայց ասում են հիմա ինչ-որ խնդիրներ ունի, հավանաբար փորձի նաև ձեր միջոցով այդ խնդիրները լուծել։ Դե գիտեք, այս պահին ես որևէ մեկնաբանություն եթե անեմ, դա կլինի ոչ կոռեկտ։ Այսինքն ճիշտ ենք հասկացել, հետույք բառը օգտագործելու համար, Կտեսնեք, կլսեք, ես ինչ որ ասել եմ, կտեսնեք դատախազը մեղադրական եզրակացություն է կարգալու, այսօր քննարկվելու է վստահաբար խափամամիջոցների հարցը դրա հետ կապված է դատողություններ անելու, տեսնեք, ես չասեմ թող մեղադրանքի կողմաց։ Նախորդ մեղադրանքները կարծես թե ավելի լուրջ էին, հա, նախորդը եթե դատավորը Ոչ մեկն էլ լուրջ չէր։ Շնորհակալություն։